Սիրելի այծեղջուրներ, բարի օր, բարի արև, այսօր ես հունվարի 22-ն է արդեն, իմ օրացույցով Յուպիտերի օրը եւ ես ուզում եմ ներկայացնել փետրվար ամսվա համար կանխատեսումը, որպեսզի դուք իմանաք ինչ է սպասում, ինչ է կատարում, ինչ տրամադրություններ, ինչ իրադարձություններ են ավելի ակտիվ լինելու, որովհետեւ կարեւոր է փետրվար ամիսը, շատ ավելի կարեւոր, որովհետեւ տեղի ունենալու արևի օղակաձև խավարումը, այնուհետև մենք գտնվելու ենք խավարման միջանցքում մինչև մարտի 3-ը, այնպես որ պետք է բավական ուշադիր լինենք հատկապես մեր մտքի նկատմամբ, մեր մտածողության հանդիպումների, հարաբերություններին կվերաբերի, որը կարող է լինել շատ էմոցիոնալ, քանզի Մերկուրին դառնում է հետընթաց, ինքը մտնելու է ձգան նշանը տեղել կդառնա հետընթաց, Ուրանը կդառնա ուղընթաց եւ ի վերջո ձեզ հանգիստ կթողնի սիրո առումով ոմանք նրանք ովքեր ուզում են երեխա ունենալ այդ հարցում եւս ինքը ձեզ ուրեմն հնարավորություն արդեն կընձեռվի այնպես որ ապրիլ-մայիսից հետո այդ հարցով նրանք ովքեր ուզում են երեխա ունենալ կարող են պլանավորել, կարգավորել այդ հարցերը իսկ ասենք սիրո հարցում եւս հարաբերությունները ապրիլ-մայիսին նոր իրենք դեռևս պետք է համբերեք այդ ժամանակ շատ ավելի լավ ժամանակահատված է կոնկրետ հարաբերությունները արդեն կարող են լինել ավելի հաստատուն որտեղ մյուս մոլորակը եւս այդ հնարավորությունները ընձեռում է ահա այսպես եւ գիտենք որ հետընթաց Մերկուրին տեսեք երբ արդեն լինելու է խավարումը այդ ժամանակահատվածում էլ Մերկուրին ինքը դեռևս կլինի դառնում է հետընթաց լինելու է հետընթաց եւ պատկերացնում եք թե միտքը կամ հարաբերությունները այստեղ բավականին դժվարանալու են եւ ձեզ հարկավոր է ավելի ուշադիր լինել հիմա լիալուսինը ինչ ես նշեմ լիալուսնի մասին ուրեմն Փետրվարի 2-ին ժամը գիշեր 2:09 տեղի ունենալու լիալուսինը սիրելի այծեղջուրներ արևելուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ լիալուսինը տեղի կունենա առյուծի նշանում եւ այստեղ ֆինանսներին է վերաբերում ձեզ մոտ, այսինքն այն ֆինանսները, որ միգուցե երեխայի համար էր նախատեսված, որ ծախսեք անելու կամ սիրած անձնավորության համար, կամ ընդհանրապես ինչ որ ծախսեր կամ նվեր եք անում եւ այլն, այսպիսի հարցեր կլինեն, որ մինչեւ 2-ը արդեն դուք իմանաք թե ինչի համար ինչքան գումար եք նախատեսելու, ինչ է լինելու, ինչպես է լինելու եւ ուզում եմ նշել նաեւ արևի օղակաձև խավարման անմիջապես անդրադառնամ որը տեղի կունենա փետրվարի 17-ին արևելությունը կմիավորվեն 29 աստիճանում Հայաստանի ժամանակով 16:57 եւ այդ միավորումը, այսինքն արևի օղակաձև խավարումը տեղի կունենա ջրհոսի նշանում ինչպես տեսնում ենք այստեղ նորից ձեր ֆինանսներին է վերաբերում ստացվում է որ ինչ որ հարցեր կամ ֆինանսական դուք դա ավարտում եք եւ այստեղ ուրեմն նոր սկիզբ է դրվում ֆինանսական աշխատանքի հետ կարող է դա պայմանավորված լինել եւ գիտեք որովհետեւ այստեղ մի շարք մոլորակներ նախ ասեմ որ հունվարին հիմա այսինքն այսօր հունվարի 22-ն է հիմա մոլորակները հավաքվել են հենց ձեր ֆինանսների տանը եւ հնարավոր է ոմանք ֆինանսներ են ծախսում հնարավոր է ոմանք ասենք մուտքեր են լինում ֆինանսներ են իրենց գալիս դա արդեն ձեր անձնական քարտեզով է պայմանավորված ուստի ես չեմ կարող ասել թե ում մոտ դա ինչ է լինում բայց այդ իրավիճակը ունենք այնպես որ ոմանք ասացի մեծ գումարներ կստանան դա կարող է աշխատանքի հետ լինել պայմանավորված աշխատանք անցնեն ստանան աշխատանք ոմանք էլ ուրեմն հնարավոր է որ ուղղակի ինչ որ նպատակի համար իրեն կոնկրետ գումարներ
ծախսեն, այսպեսի իրավիճակ կլինի, ցույց կտա ձեր յուրաքանչյուրի անձնական քարտեզը։ Ես նշեմ, որ Արևի օղակաձև խավարումը երբ տեղի կունենա փետրվարի 17-ին, դրանից հետո մենք կգտնվենք խավարման միջանցքում մինչև մարտի 3-ը եւ այդ ընթացքում ինչ է պահանջվում, նրանք ովքեր առևտրով են զբաղվում, առքովաճառքով եւ այլն, այդ հարցում պետք է լինեն իրենք ուշադիր եւ հարաբերություններում թե հարազատների հետ, թե ուրեմն ընկերների հետ հնարավոր է, որ գիտեք, իրադարձություններ կատարվեն, նաև հնարավոր է, որ ճակատագրական իրադարձություններ կատարվեն, եթե դուք, ասենք կոնկրետ ասցենդենտի նշանով մասնավորապես այծեղ ջուր եք, այստեղ այդ ամենը կարող է լավ անդրադառնալ, բայց նայած թե դուք արևի նշանով ինչ եք եւ ձեր մոլորակները ինչ դասավորություն ունեն, այնպես որ այս խորհուրդը կարող եմ տալ սիրելի այծեղ ջուրներ, որ դուք ձեր առևտրում լինեք ուշադիր, վերանայեք, միգուցե ինչ-որ փոփոխություն է պետք մտցնել, ասենք ուզում եք ինչ-որ բան վաճառել կամ զբաղվում եք ձեր առևտուրը, ասենք այդքան էլ լավ չի այն, ինչպես որ դուք ուզում եք լինի, եւ ձեզ հնարավորություն է ձեռվում, որպեսզի դուք նայեք փետրվար ամսին վերանայելու հնարավորություն ունեք եւ սակայն նշեմ, որ ցանկալի չէ ինչ-որ փոփոխություն մտցնել, ինչ-որ կոնկրետ գործողություն ցանկալի չէ, նույնիսկ հարաբերություններում շատ լավ կլինի, որ դուք վերանայեք հարաբերությունները, որովհետև այստեղ կարող են լինել խաբեություններ, մենք գործ ունենք ձկան հետ, որի մոլորակը Նեպտունն է եւ այստեղ կարող է լինել միանշանակ կարող են լինել խաբեություններ եւ դուք պետք է ուշադիր լինեք թե հարաբերություններում, թե եթե ասացի զբաղվում եք առևտրով, միգուցե նաեւ հարկ լինի ինչ-որ բան փոփոխելու, ձեզ հնարավորություն է տրվում, որ դուք, ասենք եթե լավ չի, դուք ինչ-որ անցնեք նաեւ on-line դաշտում լինեք ավելի ակտիվ, այս տարբերակներ կան, այսինքն դուք կարող եք արդեն կողմնորոշվել, ինչ փոփոխություններ պետք է մտցնեն, կարևորը է, որ դուք ուրեմն իմանաք, որ այդ ժամանակահատվածում փետրվարին խավարման միջանցքում առավել եւս, այսինքն նշեցի փետրվարի 17-ից մինչև մարտի 3-ը դեռ գնանք մինչև մարտի վերջ, այս ժամանակահատվածը բավականին ինքը բարդ ժամանակահատված է, որովհետև դուք կոնկրետ քայլեր չեք կարող անել, պարզապես պետք է վերանայեք ձեր հնարավորությունները, իհարկե այն ապրանքները, որոնք ասենք մնացել են, դուք կարող եք իրացնել, տեսեք փետրվարի այդպես կեսերից արդեն կարող եք այդ թեմային անդրադառնալ, ազատվել այդ ավելորդ, այսպես ասած, որոնք շատ են արդեն, ինչպես ասում, հնացել, դուք այդ ամենից կարող եք ազատվել, ասենք գնիչեցմամբ եւ այլն, այսինքն ճիշտ ժամանակին պետք է այդ ամեն ինչը իրականացնեք, երբ որ տիեզերքից հնարավորությունը տրվում է, այդ ժամանակ պիտի անեք, որպեսզի դուք կարողանաք, որտեղ մարդիկ կան, ովքեր նույնիսկ չեն կարողանում, ուզում են ինչ-որ ապրանք վաճառել, բայց դա իրենց համար դժվար է, դրա համար պետք է իմանալ ճիշտ ժամանակը, ինչպես անել, եթե ասենք մեծաքանակի մասին է խոսքը մասնավորապես, կամ մեծ արդեն արժեք ունեցող ապրանքի մասին է, այստեղ պետք է իմանաք երբ ինչպես անել, ինչպես կողմնորոշվել, որովհետև ինքը հենց այդպիսի ժամանակահատվածի մեջ ենք մենք մտնում եւ նշեմ, որ արևի ուրեմն խավարման միջանցքում երբ կլինի արևի օղակաձև խավարումը, ասացի մինչև մարտի 3-ը մենք գտնվում ենք խավարման միջանցքում, այստեղ ձեզ համար շատ կարևոր է հարաբերությունները պարզել, միգուցե էմոցիաները այստեղ շատ կլինեն, մեծ կլինեն, բայց բոլոր դեպքերում հարազատների հետ կարող է լինել դա կամ ուղղակի ընկերների հետ ձեր հարաբերությունները փորձեք վերանայել, պարզաբանել, որպեսզի չսխալվեք հարաբերություններում եւ այստեղ տեսեք փետրվարի 4-ին Ուրանը դառնում է ուղղընթաց
ինքը իհարկե նրանք ասացի, ովքեր ուզում են երեխա ունենալ, որոշակի դժվարություններ կան ստեղծում, դուք արդեն դա ապրիլ-մայիսին կարող եք իրականացնել, պլանավորել եւ սիրո հարցում եւս ապրիլ-մայիսին շատ ավելի լավ ժամանակահատված է, որպեսզի դուք ասենք արդեն հնարավորություն ձեզ կընձեռվի, որպեսզի կոնկրետ քայլեր անեք այդ հարցում, ասենք եթե ուզում եք ամուսնանալ եւ այլն, հիմա դժվար ժամանակահատված է, հիմա ճիշտ հակառակը հարկավոր է խելացի քայլեր անել եւ դուրս գալ այդ անորոշությունից, դժվարությունից, որտեղ հիմա միևնույն չի ստացվելու այս ժամանակահատվածում հունվար, փետրվար, մարտ, ապրիլին նոր ինքը կարող է հունի մեջ ընկնել եւ հետո արդեն դա ձեզ մոտ կստացվի այդ խոչընդոտները կկարողանաք հաղթահարել իսկ Ուրանը ինքը կլինի ուղղընթաց, ասացի փետրվարի 4-ին եւ բնականաբար կպատրաստվի ապրիլին արդեն կմտնի ձեր 6-րդ տոն սիրելի այդ ծեղջուրներ, դա մենք իհարկե կանդրադառնանք այդ ժամանակահատվածում մարտին ես արդեն ձեզ դա կներկայացնեմ եւ իհարկե փետրվարի 14-ին Սատուրն արդեն կմտնի վերջնականապես խոյի նշան եւ այնտեղ կմնա մինչեւ 28 թվականի ապրիլի 13-ը, այնպես որ այստեղ ձեզ մոտ բնակարանային հարցեր կարող են լինել, ոմանք հնարավոր է վերանորոգեն, տեղափոխություններ կարող են լինել, ոմանց մոտ ընտանիքում կարող են որոշակի հարցեր, խնդիրներ առաջանալ, որոնք դուք պետք է լուծեք, ոմանց մոտ կարող է դա մեծահասակի հետ կապված լինի, որ ավելի շատ, ասենք, մեծահասակ ծնողները ձեր, ասենք, ավելի խնամքի կարիք ունենան, իրենց վրա ուշադրությունը ավելի մեծ լինի, այսպիսի հարցեր կլինեն, իսկ մնացածը արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով եւ իհարկե ես նշեմ, որ փետրվարի 10-ից մինչեւ մարտի 6-ը այստեղ Վեներան է գտնվելու ձկան նշանում ինքը նշանում է բարձրակետում, բայց իր տանը չէ, այսպիսի հարցեր կան, բոլոր դեպքերում դա գիտեք ընդհանուր մյուս մոլորակները եւս ասում են այն մասին, որ ձեզ մոտ ուզում եք իհարկե Վեներան գիտեք սիրո թեման է, ֆինանսների թեման է, բայց այստեղ չեք կարողանում լիարժեք ինչ որ գործողություններ կատարել, պատասխան ստանալ, քայլեր անել, դժվար է դա, որովհետև ձեզ մոտ դեռևս 50-50 տարբերակն է եւ կան որոշակի դժվարություններ, այսինքն ուզում եք քայլանեք, բայց ինչ որ բան չի ստացվում, խանգարում է այդպես շատ տարբեր կամ հարաբերությունները, հաշվարկները եւ այլն, ուզում եք ինչ որ կոնկրետ քայլեր անել, դա եւս ինչ որ մեկ այլ տեղից խանգարող հանգամանքներ են առաջանում եւ այդ ամենին ասացի մենք գտնում ենք նաեւ խավարման միջանցքում, խավարումն է, այնպես որ ինչպես տեսնում եք մի քանի իրադարձություններ են այսպես միանում իրար, որն էլ հենց դժվարացնում է, ուստի շատ ավելի կոնկրետ ասեմ, ձեզանից պահանջվում է ուսումնասիրել դաշտը, ուսումնասիրել հարաբերությունները, չտրվել էմոցիաների եւ ճիշտ որոշում կայացնել եւ կոնկրետ քայլերը արդեն պետք է անեք ապրիլ-մայիսին, ես իհարկե դրա մասին հետո կասեմ, երբ կմոտենանք, այնպես որ հիմա ձեզ մոտ ուսումնասիրությունների, քննարկումների խորհուրդ հարցնելու եւ այլն այդպիսի ժամանակահատված է, որովհետեւ խավարման միջանցքում բնականաբար լինում ենք ուշադիր առավելևս Մերկուրին է հետընթաց, որպեսզի չսխալվենք այսպիսի ուրեմն իրավիճակ է գիտեք ֆինանսներ եւ հարաբերություններ Նաև այստեղ ընդգրկվում են հարազատները, քույր եղբայր հարաբերությունները, այստեղ ֆինանսներ, հարաբերություններ թեման կարող է լինել արդիական, հա, խոսակցության թեման դա կարող է լինել ֆինանսներ, հարազատներ, հարաբերություններ, ինչ ֆինանսական վիճակ, ինչպիսին է բիզնեսը եւ այլն, այս խոսակցությունները կարող է լինել ընտանիքով հավաքվեն եւ նման խոսակցություններ ունենալ, հարցեր ունենան եւ իհարկե
մի կարևոր իրադարձություն եւս, որ փետրվարի 18-ին արևը կմտնի ձկան նշան, այստեղ նորից ինչպես որ նշեցի, ձեր հարազատներն են, հարաբերություններն են, կմտնի այդտեղ 18-ին եւ արևը կփորձի այդ ամենը կարգավորել։ Հիմա ինչ որ ֆինանսական հարցեր է կարգավորում եւ հետո արդեն կկարգավորի հարաբերությունները եւ ասեմ, որ հիմա բավականին այդ եղջյուրներ, գիտեք, իրենց մոտ գումարը ծախսվում է չի մնում եւ ժամանակ է պետք, որպեսզի դուք այդ իրավիճակից դուրս գաք եւ հասկանաք ձեր անելիքները, ձեր բիզնեսը, ձեր ֆինանսները ինչպես ծախսեք, ինչ անեք, որտեղ ներդնեք, հարաբերությունները եւս պարզեք, սա շատ կարեւոր է, եթե դուք այս ամենը կարողանաք ճշտեք, ձեր հետագա անելիքները հասկանաք ինչ է ձեր հետ կատարվում, արդեն ապրիլ-մայիսին ձեզ մոտ կարող է իրավիճակ փոխվել, հա, աստիճանաբար, եթե դնեք ճիշտ ռելսերի վրա, ճիշտ ուղու վրա, որովհետև իրավիճակը տիեզերքը ինքը դա թելադրում է, որ այսքան այս խավարումներ, հետընթացություն եւ այլն, այս ամենը ուրեմն դրա մասին են փաստում, իսկ նրանք ովքեր տեղեկացված չեն, ինձ չեն լսում, տեղեկացված չեն, չգիտեն, իրենք արդեն այստեղ հնարավոր է որ չհասկանան տվյալ ժամանակահատվածը, որ իրենց տրվում է, իրենք ինչ պիտի անեն ու եւ այդ փայլուն ժամանակահատվածը իրենք կորցնեն, այսպիսի իրավիճակ կարող է լինել, սիրելի այծեղջուրներ, ես ուրեմն այսքանով ավարտեմ կանխատեսումը ձեր նշանի համար, ես կարծում եմ կարևոր խորհուրդներ տվեցի, դուք արդեն գիտեք ինչ եք անելու, ես տեսնում եք, ես անցնում եմ առաջ, ես ձեզ արդեն ասում եմ, որ եթե դուք հիմա սա անեք, արդեն այս ամսին լինելու է այսպես, ոչ թե տվյալ ամսվա համար, այլ ավելի խորը, բնականաբար ինձանից գողանում են, սրան ես հետո կանդրադառնամ, շարունակվում է գողությունը, այդ մարդիկ ուրիշ ձև չեն կարող փող աշխատել, պետք է գողանան, որպեսզի կարողանան իրենց փառավորեն եւ իրենց գոյությունը պահպանեն, որպես գուշակ, այդպես նստած գողանում են ինձանից։ Այսքանը չմոռանաք գրել կոմենտներում, որքանով օգտակար եղան ձեր խորհուրդները, մի զլացեք, գրեք եւ առավել եւս լայքեք, որովհետեւ դրանով դուք ձեր շնորհակալությունն եք հայտնում ինձ։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս, լավ մնացեք։